Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, մեծարգո վարչապետ, դուք նշեցիք, որ դիզվառելիքի գինը 20%-ով նվազել է, իմ տեղեկություններով դիզվառելիքի և բենզինի գները տարվա կտրվածքով նվազման արդյունքում 80-ից մոտավորապես $100 միլիոն քիչ գումար է փոխանցվելու այլ երկրներ, որտեղից որ նախկինում գնվում էր բենզինը, ինչը որ հետևաբար կազդի գյուղատնտեսության և արդյունաբերության վրա արդյոք կա ուսումնասիրություններ, այդ տարբերությունը ինչքան կլինի, այն տարբերությունն է նաև այդ տարբերությունն էլ, որը որ մեր հայրենակիցները քիչ են ծախսելու։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հարցի համար։ Իհարկե արդեն հնչում են փորձագիտական կարծիքներ, որ տարեկան մոտավորապես այդքան բենզինի և դիզվառելիքի շուկայական գնի նվազման արդյունքում մոտավորապես այդքան քիչ գումար կարտահոսի, այսինքն կմնա Հայաստանի Հանրապետությունում։ Եվ կոնկրետ թվերը, իհարկե ես կարծում եմ, որ պրոցեսը նոր է սկսել, պետք է, այսինքն ինչ-որ մի հաշվետու ժամանակ ամփոփվի, որպեսզի համատենք նախորդող շրջանի հաշվետու ժամանակաշրջանի հետ, այդպես վիճակագրությունը ավելի կոռեկտ կլինի, բայց ես կարծում եմ, որ ճիշտ են նաև այն գնահատականները, որ մասնավորապես հիմա այսօր արձանագրված կամ նախորդ օրերին դիզվառելիքի գնի նվազումը էականորեն նպաստելու է մեր գյուղմթերքի մրցունակությանը շուկայում, որովհետև ակնհայտորեն ինքնարժեքը նվազելու է։ Այսինքն կարտոֆիլի, բոլոր ամեն ինչի մեջ օգտագործվում է գյուղտեխնիկա, որ դիզվառելիքով աշխատում, այսինքն դիզվառելիքի սակագինը 20 հասանելի գինը, սենց ասենք, հասանելի գինը 20%-ով նվազեց, անխուսափելիորեն դա նշանակում է, որ մեր գյուղացին մի կիլոգրամ կարտոֆիլ աճեցնելու համար համապատասխան չափով ավելի քիչ գումար է ծախսելու, հետևաբար իր եկամտաբերությունը ապահովելու համար նույն եկամտաբերությունը կարող է ավելի էժան վաճառել, ավելի էժան վաճառելու արդյունքում ավելի շատ պիտի վաճառվի, ավելի շատ վաճառվելու արդյունքում նույն եկամտաբերության պայմաններում ինքը ստանալու է ավելի մեծ գումար։ Այդ կարող է 100 միլիոն, կարող է 150 միլիոն, կարող է 93 միլիոն, կարող է 250 միլիոն։ Եվ դա այդ թվում, այո, դա նաև բարեկեցության գործիք է։ Եվ սա կներեք, խաղաղությունը կոնկրետ թվով, կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է, այսօր։ Ամեն մեկը դիզվառելիքը պակասա բանանում, վճարում, մյուսը դրա արդյունքում աճեցրած գյուղմթերքը պակաս գնով է ձեռք բերում, թանկացումներից են, չէ՞ խոսում։ Էլ չեմ ասում, երրորդը բենզինը ավելի պակաս նվազ գնով է ձեռք բերում եւ այդպես շարունակ։ Եվ սրան գումարենք նաեւ, որ այդ նույն մեքենան բարեկարգ ճանապարհին, օրինակ մեկը հաշվել է, վերջին 5 տարիներին Հայաստանի քաղաքացիները իրանց մեքենաների նորոգման համար ինչքան պակաս գումար են ծախսել։ Մեկը հաշվել է։ Ժամանակը չէ մենակ պահեստամաս գնելու վրա։ Քանի տասնյակ միլիարդ դրամ պակաս են ծախսել։ Այդ չեն հաշվում։